Ողջույն, Ազատություն ռադիոկայանի Մաքս Լիվրթի երիտասարդական ծրագրի այսօրվա հյուրը դերասան Արսեն Գրիգորյանն է։ Ինչպես ամեն ուրբաթ, այս ուրբաթ նույնպես Մաքս Լիվրթին տեսանելի է դարձնում իր ռադիոհաղորդման աշխատանքային ողջ ընթացքը։ Հիմա համառոտ ներկայացնեմ այն թեմաները, որոնց շուրջ այսօր քննարկում ենք ծավալելու։ Առաջին թեման՝ ռոքը հանուն քաղաքականության։ Ռոքը հանուն կյանքի։ Երիտասարդ բեմադրիչներ, ովքեր ասելիք ունեն, եւ թատրոնն ու երիտասարդ դերասանը։ Հիմա անցնենք քննարկմանը ըստ հերթականության։ Ինչպես լսեցիք, բոլոր թեմաները գրեթե քեզ հարազատ ոլորտից են, շոու-բիզ, թատրոն։ Առաջինը սկսենք ռոքը հանուն քաղաքականության։ Վստահ եմ տեղյակ ես, որ 2012-ին եւ 2013-ին ընտրություններ ունենք նախագահական եւ ազգային ժողովի։ Շատ կարևոր փուլ ազգի համար։ Այո, արդեն սկսվել են նախընտրական քարոզարշավները, օրեր առաջ Մայր թատրոնում տեղի ունեցավ ռոք համերգ, որը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Համերգը առհասարակ նվիրվել էր երիտասարդության համաշխարհային օրվանը, բայց ինքն իր բնույթով ավելի շատ նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում, որովհետև տոմսեր վաճառքում չկային եւ տոմսերը տրվում էին միայն Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտթևի անդամներին կամ նրանց, ովքեր երիտթևում ունեն ընկերներ։ Ճիշտն ասած, ես այդ համերգին ներկայ եմ եղել, բայց ներկայ եմ եղել շատ հետաքրքիր կերպով, ինձ Ռոլանդը զանգահարեց եւ ասաց, որ այսօր Սունդուկյան թատրոնում ելույթ ունի, ես ասացի, ինչ համերգ է, ասաց, Բամբիրն է, Դորյանսը ու մենք։ Ես ասացի, ես գալիս եմ, որովհետև 3 խմբերին էլ շատ սիրում եմ ու անկեղծ լինեմ 3-ից էլ մեծ բավականություն ստացա։ Ընդհանուր առմամբ պարզ է, որ աստառը այդպիսին էր, բայց արտիստները բեմահարթակից տակավին չէին խոսում այդ մասին։ Ինչպես օրինակ Ռուսաստանում տեղի ունեցավ, բայց մեզ մոտ իսկապես բեմում չհնչեց որևէ խոսք քաղաքական ենթատեքստով։ Այդուհանդերձ Ռուսաստանում արդեն ավելի մոտ է, քան մեզ մոտ։ Սպասենք։ Օրերը ավելի են մոտենում։ Լավ, հիմա լսենք իմ գործընկերուհի Հասմիկ Գրիգորյանի պատրաստած ռեպորտաժը, որից հետո կսկսենք քննարկել, լավ։ Հա, բարև սիրունիկս, ինչպես ես, լավ ես, ամեն ինչ լավ է։ Օ, ես ինչ եմ տեսնում դոշկիտ կժում, կուսակցական, ահա, ամեն ինչ լավ է, ամեն ծրագրեր ամեն ինչ լավ գնում են առաջ, ահա։ Սունդուկյանի անվան թատրոնում նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ երիտասարդության համաշխարհային օրվան եւ ուսանողության միջազգային օրվան նվիրված ռոք համերգ, որը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։ Եկեք հիմա մի փոքր տաքանանք եւ արդեն ջերմ ողջունենք միմյանց։ Ողջույն։ Այս արդեն ուրիշ բան է։ Հիմա արդեն ռոքընրոլի մոտ է գալիս։ Ինձ չի թվում, որ Հանրապետական Կուսակցությունը ճանաչման խնդիր է լուծում այս համերգներով, այս համերգների հիմնական նպատակն է գնահատել մեր երիտասարդությանը։ Նրա խոսքերով Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը նման միջոցառումներ հաճախ է կազմակերպել եւ այս համերգը որևէ կապ չունի գալիք ընտրությունների հետ։ Չէ, ես ինքս կուսակցական չեմ ու չեմ խորանում, ուղղակի աջակցում եմ, ասենք, օրինակ համատեղ աշխատում ենք, եթե կամ թե միջոցառում, թե ասենք ինչ-որ ասենք գործ, օրինակի համար կապ չունի ինչ գործ։ Կուսակցական, բայց հանրապետական միջոցառումների մասնակցել։ Մենակ ոչ միայն հանրապետականի միջոցառում, ասենք եթե ինչը կապված է լավ, ասենք ինքը որակյալ է, ասենք հասանել է բոլորին, ասենք կապված է երիտասարդների, թե ոչ երիտասարդների հետ, երեխաների հետ, մենք մասնակցում ենք։ Հետաքրքիր է։ ՀՀՇ-ի կազմակերպած միջոցառումներին հաստատ մասնակցած չեք։ ՀՀՇ-ի այս Լևոն Տեր-Պետրոսյան չէ։ Իրանց հետ ընդհանրապես կապ չունենք, ոչ էլ մասնակցում ենք։ Այդ անևերին համերգների հրավիրատոմսը նվեր են ստացել Հանրապետական Կուսակցության անդամ իրենց ընկերուհուց։ Դորյանսի համար եմ եկել։ Միայն այդքանը կուսակցության մասին բան չեմ կարի ասել։ Հա, կուսակցությունի հետ կապ չունեմ, կուսակցությունից գաղափար չունեմ աշխատում, ինչքան կարելի է հեռու մնալ իրանցից, համերգներ, հələ չգիտեմ, նոր եմ եկել, չգիտեմ ինչա լինելու, հիմնական տեղյակ եմ, որ խմբերն են լինելու, այդ խմբերի համար եմ հիմնականում եկել ու լավ ժամանակ անցկացնելու ուղղակի։
Այդ անհամերգը որոշ չափով համարում է քարոզարշավի մեկնարկ, սակայն նշում է, որ սա որևէ ձևով իր վրա ազդեցություն չի թողնի կուսակցության շարքերում ընդգրկվելու հարցում։ Չէ, ոչ մի, որովհետև նույն բանը ինչ անում է հանրապետական, անում է համ բարգավաճը, համ մնացածը, ինձ մեկ է ճշնացով կազմակերպել։ Չէ, չի կարա, որտեվ ինձ չի թվում էլի, որ ինչ-որ կապ կա համերգի ու կուսակցության մեջ։ Դորասը մնում է Դորաս, անկախ նրանից այդ ով է կազմակերպում իր համերգը։ Ես հենց կուսակցության անդամ եմ, երիտասարդ ակտիվիստ եմ եւ ուզում եմ, որ բոլորը միանան կուսակցությանը։ Խմբի վոկալիստ Սրբույն նշում է, որ համերգը ոչ մի կերպ չի կարող քաղաքական ենթատեքստ ստանալ, թեև դալիճում ամենուր կարելի էր տեսնել Հայաստանի Հանրապետական կուսակցության դրոշները։ Ես անկեղծ ասեմ, ես տեղյակ չեմ ոչ մի կուսակցության անվանումից ու գործունեությունից, անկեղծ, որովհետև չեմ հետաքրքրվում, բայց գիտեք ինչ ինձ թվում է երաժշտությունը քաղաքականության հետ կապելը սխալ է շատ, որովհետև երաժշտությունը լրիվ առանձին աշխարհ է ու ինքը վիրտուալ աշխարհ է, ինքը կոնկրետ մատերիալական ինչ-որ աշխարհի հետ կապ չունի քաղաքականություն եւ այլն։ Դորյաս խմբի վոկալիստ Գոռը նշեց, որ քաղաքականության հետ կապ չունի եւ դժվարանում է պատասխանել արդյոք մեկ այլ կուսակցության կազմակերպած համերգին կմասնակցի, թե ոչ։ Ես անկեղծ ասեմ, ես պոլիտիկայի հետ բացարձակ կապ չունեմ։ Ես իմ պոլիտիկան մուզիկան եմ։ Չէ, եթե հրավիր էին, իրանք էլ ցենց հրավիր էին կգնային, թե չէ։ Չգիտեմ, այդ հարցերով կազմակերպչական մեր պրոդյուսերն է զբաղվում, ինձնից հասնում է նվագել, ես չեմ խորանում, ասենք ինչ։ Ես կյանքում չեմ պրոպագանդի ոչ մի կուսակցություն, այդքանը կարամ ասել։ Քանի որ ինքդ էլ նաև երգում ես, ինձ ու նաև ունկնդիրներին հետաքրքրում է վստահ եմ, ինքդ երբևէ մասնակցել ես այսպիսի համերգներին, որոնք քաղաքական ենթատեքստ ունեն, այսինքն նախընտրական քարոզարշավների շրջանակներում կազմակերպված համերգների։ Ասեմ, որ նախագահական քարոզարշավին կազմակերպված համերգներին երբեք մասնակից չեմ եղել, կուսակցական եղել են համերգներ, որոնք կազմակերպվել են Հայ Ֆիլհարմոնիկի կազմակերպիչների կողմից եւ դրանք Բարգավաճ Հայաստան կուսակցությանն են եղել։ Ես վարել եմ պարզապես համերգային ծրագիրը ներկայացնելով երգիչներին եւ իմ կողմից այսպես ասած ներկայացնել կամ քաջալերել մարդկանց դեպի կուսակցություն գալը չի եղել, որովհետև ինքս կուսակցական չեմ։ Սա տարիներ առաջվա բնականաբար բան եմ ասում, այդպես է եղել, բայց հիմա որ լսում եմ ռեպորտաժը, ուզում եմ անպայման խոսել արտիստները, ովքեր որ խոսեցին, ասեցին, որ իրենք բացարձակապես չեն հետաքրքրվում քաղաքականությամբ ու ես հավատում եմ իրենց, որովհետև ինքս էլ այդպիսին եմ եղել մինչև վերջերս, երբ ես սկսեցի որոշակի իմաստով ուշադրություն դարձնել, որովհետև ինձ էլ իսկապես երբեք չէր հետաքրքրում եւ թե ինչ է տեղի ունենում, ով ինչի համար է կռիվ տալիս, տեսակ անտարբեր է այդ ամեն ինչի նկատմամբ, ինչպես այսօր շատ քաղաքացիներ եւ երբեք ընտրությունների չեն մասնակցել։ Այսինքն իմ կամքով ես չեմ գնացել ընտրությունների։ Միայն ընտրությունների մասնակցել եմ այն ժամանակ, երբ որ ծառայել եմ հայկական բանակում։ Եվ հետո ես հասկացա, որ այն սխալը դա է եղել, որ ես չեմ մասնակցել ընտրություններին։ Ես չգիտեմ եկող ընտրություններին որքանով ակտիվ կլինեմ գնալով, բայց հասկանում եմ, որ ամենայն դեպս որպես քաղաքացի իմ ձայնը պետք է ինքս օգտագործեմ որոշակի կերպով։ Թե դա նկարչական դրսևորում կլինի ընտրաթերթիկի վրա, թե կոնկրետ ընտրություն կլինի, դա արդեն այլ հարց է։ Դե նկարչական դրսևորում։ Բայց այ հենց ցավը այդ անտարբերությունը, որը ոչ միայն մեզ մոտ է նկատվում արտիստներից, այլև շատ քաղաքացիների, ովքեր անտարբեր են։ Օրինակ ես 2 օր առաջ իմացա, որ Աբովյան եւ Արամի փողոցների խաչմերուկում տեղակայված մի հին շենք կա, որտեղ մի փաբ կա, իդն, այսինքն հենց փաբից ելնելով իմացա այդ ինֆորմացիան, բայց խնդիրը տվյալ պարագայում ոչ միայն վայրի մասին, այլ հենց շենքի շինության, որը եզակի հին շենքերից է եւ իմացա, որ պետք է շենքը քանդվի։ Առաջինը չէ։ Դե դա, հա, առաջինը չէ, բայց միշտ մենք իմացել ենք, որ
քանդվում է ու ասել ենք որ այո, դե կքանդեն էլի, մի ամբողջ բան այդպես դրեցին, քանդեցին, հիմա սա ինչ է որ չքանդեն։ Ես չգիտեմ կքանդեն թե ոչ, բայց ինձ դա անհանգստացնում է, ես ուզում եմ դրա մասին պարզապես խոսել, որ դա ինձ դուր չի գալիս, որովհետև ես չեմ հասկանում ինչու։ Ամեն դեպքում անտարբեր չմնալ։ Այո։ Լավ, բայց վերադառնալով թեմային նշեմ, դու ասացիր, որ մասնակցել ես նման օրինակ համերգների, որքանով ես նորմալ, այսինքն նորմալ ես վերաբերում թե ոչ, ամեն դեպքում դա վարկաբեկելի երևույթ չէ, որովհետև աշխարհում ընդունված տարբերակ է, հա, նախընտրական քարոզարշավների համերգներով, բայց որքանով է դա ազդում հենց երգչի վրա, հոգեբանական առումով, գուցե դրանից հետո որոշի սատարել այս կամ այլ կուսակցությանը։ Այ օրինակ, եթե քեզ հրավիրեին օրինակ ընդդիմադիր Հայազգային կոնգրեսից համերգ վարելու կամ երգելու, կհամաձայնեիր թե ոչ։ Ես այսպես ասեմ, ընդդիմադիր կողմը ես ինչքանով որ հետևել եմ եւ տեղյակ եմ եղել, նմանատիպ միջոցառումներ չի կազմակերպում։ Ես այս պարագայում չգիտեմ, արդյոք իրենք դիմել են մի քանի հոգու, ովքեր մերժել են, դրա համար չեն անում, թե դա իրենց չի հետաքրքրում, որովհետեւ այդ հատվածին արդեն ընդդիմադիր կողմը չի վստահում երկարվեստին, որովհետեւ մտածելով որ նրանք իշխանամետ են։ Եթե այն դիրքորոշումը, որ ես հիմա ունեմ, իմ հայացքը, հա, որ փորձում եմ ուշադիր լինել։ Ես դա պետք է ոնց որ ապրի ու զարգանա, որ ես հասկանամ ես դա կանեմ թե ոչ։ Եվ կապ չունի ՀՀՇ-ի թե հանրապետականի համար։ Այսինքն եթե ես վստահ լինեմ, որ այո, հանրապետական կուսակցությունը այնինչ առաջարկում է, ես դրա կողմնակիցն եմ, գոնե ինքս ինձ համար, ինձ չեմ խաբի, ես կլինեմ այնտեղ։ Եթե ես տեսնեմ, որ ՀՀՇ-ն առաջարկում է այն, ինչը որ ես եմ ուզում տեսնել մեր երկրում, ես կլինեմ այնտեղ։ Կամ չեմ լինի ընդհանրապես։ Լավ, քաղաքականությունից անցնենք, հիմա երբ որ սոցցանցերում, հատկապես Facebook-ում հայտարարվեց, որ մեր հյուրը դու ես լինելու, բազմաթիվ հարցեր հնչեցին, գրվեցին մեր Max Liberty էջին, նաև կան հեռախոսազանգեր, բայց սկսենք Facebook-ի հարցերից։ Առաջին հարցը, որ հիմա կլսես, 75-ամյա մի տատիկ է, ով քեզ շատ հետաքրքիր հարց ունի կարծումը, լսենք։ Բարև Ասեն ջան, ես 75 տարեկան կին եմ, քեզ շատ սիրում եմ, իմ թոռների չափ, դու լավ երգում ես, այս երգերը էկրաններում չես երևում, ինչն է պատճառը, ես թատրոն չեմ կարող գնամ, որ քեզ տեսնեմ, ուզում եմ հեռուստացույցով նայեմ։ Շնորհակալություն, շատ հաճելի էր, և վերջերս հեռուստաէկրանին չեմ երևում, դա իր պատճառ ունի, որովհետև նկարահանվում եմ դուրը բաց նոր լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում, որի ռեժիսորը Ավագ Ավագյանն է և գլխավոր դերերում Հովհաննես Ազոյան և ես, ֆիլմը շուտով կլինի, հուսամ, որ տատիկը ևս առիթ կունենա էկրանից տեսնելու, ֆիլմը կլինի, դա է եղել պատճառը, որ չկամ հեռուստաեթերում և որոշակի իմաստով այժմ ուզում եմ ինչ-որ հետաքրքիր առաջարկության եմ սպասում, չգիտեմ արդյոք դա այն ինչ-որ հետո կանեմ հեռուստաեթերում կլինի այն հետաքրքրության ինչին, որ ես սպասում եմ թե ոչ, բայց այժմ սպասման փուլում եմ ու նաև հանգստանում եմ հեռուստաեթերից։ Նոր առաջարկ ասելով հեռուստահաղորդման տարբերակով, թե? Հեռուստահաղորդման որևէ նախագծի։ Հաստուն էկրան վերադառնալու Այնպես այս պահին ոչ, բայց այնպես չի, որ ընդմիշտ։ Կամ դեպքում տատիկը դեռ հնարավորություն կունենա արսենին տեսնելու էկրաններով։ Հիմա անդրադառնանք հաջորդ հարցին, Facebook-ի մեջ էջում դերասան Արմեն Սանթրոսյանի որդին, Պարույր Սանթրոսյանը քեզ հետևյալ հարցն է ուղղել, քո թույլտվությամբ կարդամ։ Լինելով դերասան, խաղալով կամերային թատրոնում, չի կարոտում արդյոք Արսեն Գրիգորյանը դասական թատրոն հասկացողությունը եւ չի կարծում, որ մենք այսօր դրա պակասն ունենք։ Կա որևէ դասական գործ, դեր, ու այստեղ օրինակ է բերում, որ շատ դերասաններ բազմիցս արտահայտվել են, որ իրենց կյանքում միշտ ցանկացել են իր արքա խաղալ կամ գոնե մեկ անգամ, որը նա այսօր կցանկանար խաղալ։ Ես խաղում եմ կամերային թատրոնում, ես խաղում եմ նաև Էդգար Էլբակյան թատրոնում եւ տարբեր նախագծերում, ներկայացումներում զբաղված եմ եւ ժանրային, այսպես ասած, ներողություն, ժանրային այդ փոփոխությունը յուրախությունից հաճախ է տեղի ունենում։
Ինչ վերաբերում է դասական թատրոնին, այն ինչի մասին որ խոսում են, նույն կամերային թատրոնում ես այսօր այս հարցազրույցից հետո պետք է գնամ եւ խաղամ կառավարական համերգ ներկայացումը, որը իր տեսակով հենց կամերային թատրոնին հատուկ 30 տարի արդեն խաղացանկում է, բեմահարթակում է այդ ներկայացումն է։ Իսկ վաղը եւ հաջորդ օրը կամերային թատրոնում ինչ տարբերություն թե ում հետ ներկայացումն է լինելու, որի ռեժիսորը Լուսինեն է Երնջակյան, որը կամերային թատրոնի այդ ընդհանուր ձեռագրից դուրս է եւ բոլորովին նոր ձեռագիր է երիտասարդ ռեժիսորի, երիտասարդ մտածողի ձեռագիր, որը մտավ թատրոն եւ 2 տարի ու կես է արդեն բեմահարթակում է եւ փառք Աստծո միշտ դեպլեցում նվալիչներով։ Այսինքն ժանրային տարբերություններ չես դնում քեզ համար։ Ոչ, իսկ ինչ վերաբերում է դեր, որպես այդպես ինչ է, բայց եթե դասական գործերից, ապա Մերկուցիո, Ռոմեո ու Ջուլիետից։ Արորի հաջորդ հարցը հետևյալն է. Արդյոք Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան եւ շատ այլ մեծեր տված մեր մայր թատրոնի դահլիճը այստեղ մեջբերում ունի, ես ուզում եմ կրկնել իր խոսքերը անբախ-զամբախ համերգների ու միջոցառումների համար վարձակալությամբ տրամադրելու քաղաքականությունը գոհացնում է քեզ։ Այն դեպքում, երբ այդ նույն բեմում դու խաղացել ես օրինակ Խելքից պատուհասը ներկայացման մեջ եւ լավ էլ խաղացել ես Պարույրի գնահատմամբ։ Շնորհակալություն հայտնելուց հետո վերջում հարցի հեղինակը ներկայացել է այսպես Պարույր Սանթրոսյան թատերասեր։ Շնորհակալություն, շատ տեղին հարցեր է եւ բնականաբար ես եթե այդպես վերցնենք գլոբալ իմաստով դրա կողմնակիցը չեմ, բայց մինչեւ մայր թատրոնի բեմահարթակ հասնելը պետք է սկսել օպերայի եւ բալետի ակադեմիական ազգային թատրոնից, որ այսինքն էլ ինչի մասին է խոսքը։ Եթե օպերային դահլիճում կարող է բեմահարթակի վրա սպորտային որևէ միջոցառում տեղի ունենալ, օրինակ, կամ համերգ, կամ ֆոնոգրամայով համերգ։ Հա, չնայած հիմա արդեն օրենքից հետո դա տեղի չի ունենում, մշակույթի նախարարության հաճելի որոշումներից մեկը, ինչը չեմ կարող ասել Մինասի աշխատանքը օդանավակայանում տեղադրելու մասին։ Դա շատ գեղեցիկ որոշում էր, որ կայացրեց մշակույթի նախարարությունը, որ այլևս պետք է կենթանի լինել այդ բեմահարթակներից։ Խնդիրը գալիս է ավելի, չգիտեմ որտեղից։ Դրա համար իհարկե կողմնակից չեմ։ Կողմնակից չես։ Կողմնակից չեմ։ Բնականաբար կամ արձահամերգային համալիրը եւ ցանկալի կլիներ, որ հենց համերգային դահլիճներ ստեղծվեին, որտեղ տեղի կունենար այդ։ Կամ հենց նույն այդ հումորային ներկայացումների մասին է խոսքը, որը հաճախ կարելի է հանդիպել մայր թատրոնի բեմում։ Բայց այն գոնե ներկայացում է։ Առաջարկում ես, որ այլընտրանքային տարբերակ իբրև ընտրել մարզահամերգային անտրեպիզայի, հա, այսինքն ոչ խաղացանկային ներկայացումները, որոնք ներկայացումներ են, բնականաբար բոլոր բարոյական իրավունքները ունեն թատերահարթակ վարձելու եւ այնտեղ ներկայանալու։ Հետո ինչ որ տանիք եւ իրենց թատրոնը չունեն, որպեսզի իրենց խաղացանկը ստեղծեն։ Բայց իրենք անում են ներկայացում, որը խաղացանկից դուրս է եւ այլընտրանքային է, այսպես ասած։ Դրա հետ համաձայն չեմ եւ այո, կարող է այդպիսի բան տեղի ունենալ, որովհետեւ այսօրվա ժամանակներում իհարկե ճյուղավորումները տարբեր են գնում եւ այնինչ մատուցվում է բեմից հանդիսատեսի ընկալումը որոշակի իմաստով փոփոխությունների է ենթարկվում եւ դա նորմալ է։ Արդյունքում աղվում է։ Լավ։ Հիմա անդրադառնանք հաջորդ հարցին կրկին Facebook-ից Լիա Խոջյանը հետաքրքրում է Լիային, թե ինչու է Արսեն Գրիգորյանը համաձայնվում ոչ միայն այստեղ ուզում եմ նշել իր խոսքը անիմաստ տեքստերով երգել, այստեղ կա կոնկրետ օրինակ, եթե դեռ չես նշեմ, որ երգի մասին է խոսքը, Այբուբեն երգի մասին է, այլև նկարահանվում ես Լիայի կարծիքով կոմերցիոն անսյուժե ու դարձյալ անիմաստ ֆիլմերում։ Միթե միայն թատրոնի կարիերան չի բավարարում Արսեն Գրիգորյանը։ Ինձ հետաքրքիր էր սա հարցեր, թե հոդված։ Հարց։ Մի քիչ երկար հարց։ Շատ բարի։ Ինչ վերաբերում է անիմաստ տեքստերին, չեմ կարծում, որ Մայրենի Այբուբենը անիմաստ է, որովհետև այժմ մենք չենք զրուցի պարզապես, ամեն դեպս գոնե այս լեզվով։ Այո, այս լեզվով վստահաբար չենք զրուցի, դրա համար անիմաստ չեմ համարում, անավանդ, որ շատ շատերը հենց Սփյուռքում շատ երեխաներ սովորել են երգով Այբուբեն։ Գուցե երգը ներկայացնելու առումով նկատի ուներ։ Գուցե սա արդեն ճաշակի խնդիր է, որի հետ ես երբեք չեմ կարող վիճել,
որովհետև Լիայի ճաշակին առանձնապես ծանոթ չեմ։ Ինչ վերաբերում է ֆիլմերում կոմերցիոն, ինչպես նշել է, ես չգիտեմ դրանք այո, այսօրվա դրությամբ բնականաբար կոմերցիոն է համարվում այդ ֆիլմերը եւ եթե ես ունենում եմ այնտեղ մասնակցություն, խաղում եմ բնականաբար ես դա ունեմ գիտակցաբար եւ խնդիրը ինչի որ այ կոմերցիոն է անպայման ես այնտեղ լինեմ։ Պարզապես երբ որ լինում է հրավեր ռեժիսորի կողմից եւ հետաքրքրում է ինձ որոշակի իմաստով այն ինչով որ ես պետք է սցենարի պետք է կերտեմ, հասկանում եմ որ իմ կարիքը կա այդտեղ, որովհետեւ եթե իմ կարիքը չլիներ, վստահաբար կհրավիրեին մեկ ուրիշի։ Իսկ եթե մի վայր որտեղ կա քո կարիքը, այդտեղ լինելը հաճելի է։ Բայց հասկանալով հարցի, այսպես ասած, ենթատեքստը ըմբռնելով այդ ամենը, ասեմ, որ ամեն ինչ իր ժամանակը ունի եւ ես այն կարծրացած մտքին չեմ, հա, որ եթե դու որոշակի բանի մեջ ես այն էլ այս դարում, 21-րդ դարում, ապա հենց միայն այդ ուղղությամբ պետք է շարժվել առաջ։ Լավ, շնորհակալ եմ, հիմա անդրադառնանք հաջորդ ռեպորտաժին, հայկական մի խումբ ռոք խմբեր, քեզ ծանոթ, մեզ բոլորիս ծանոթ Dogma, Dorian, Saint-Pierre եւ մի շարք այլ խմբեր, որեր առաջ հավաքվել էին ռոքը հանուն կյանքի երկրորդ բարեգործական համերգին, խոսքը վերաբերում է, չգիտեմ, Facebook-ից որքանով ես ծանոթ է, համերգից ստացված հասույթը փոխանցվելու էր մի երիտասարդ կնոջ կրծքագեղձի կրծքի քաղցկեղի բուժման համար, իվենտները Facebook-ում բավականին տարածում ունեին, հիմա լսենք ռեպորտաժը, հետո կանադառնանք, կսկսենք քննարկել, Էլեն Չինիգարյանը ներկայացնում։ Հայաստանի հայտնի ռոք խմբերը հավաքվել էին Rock for Life, ռոքը հանուն կյանքի երկրորդ բարեգործական համերգին ելույթ ունենալու համար, որից ստացված հասույթը փոխանցվելու էր Սյուսե Պետչյանի մայրիկին կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար։ Մամասյու անունը սկզբում կրում էր միայն մի խումբ Facebook-ում, հիմա այն վերաճել է հիմնադրամի, որի նպատակը Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց օգնությունն է։ Ի սկզբանե հիմնադրվել էր այդ նպատակով Սյուի մայրիկին օգնելու համար, բայց արդեն քանի որ մեծ տարածում ձեռք բերեցինք, դարձանք ֆոնդ, արդեն օգնելով Սյուի մայրիկին կշարունակենք մեր միսիան ու կօգնենք մնացած բոլոր կանանց, ովքեր մեր կարիքը կունենան։ Հիմնական գործունեությունը ծավալվել է ինտերնետում, տեղեկատվության տարածումը, համերգի տոմսերի վաճառքը եւ այլն։ Առանց ինտերնետի երևի թե անհնարին կլիներ այսքան մարդ մեր շուրջ համախմբել, որտեղ ամբողջ թե ադմինիստրատիվ, թե կազմակերպչական գործընթացը կատարվում է Facebook-ի մեր մայրիկ էջում։ Համերգից ստացված հասույթով Սյուի մայրիկի համար գնելու են թանկարժեք մի դեղամիջոցի արդեն 4-րդ սրվակը, որը տվյալ դեղամիջոցը ներկրող ընկերության հունիս ամսվա տվյալներով Հայաստանում արժե 1.100.000 դրամ, մոտ 2700 ԱՄՆ դոլար։ Քանի որ բավականին թանկ դեղորայք է, ինքը տարածում մեծ ցավոք չունի մեզ մոտ ու շատ քչերը հնարավորություն ունեն այդ դեղորայքը ձեռք բերելու։ Մենք բազմաթիվ նամակներով դիմել ենք թե հայկական պետական կառույցներին, թե արտասահմանյան կառույցներին, որոշների կողմից դրական պատասխան ենք ստացել, որոշների կողմից դեռևս պատասխան չենք ստացել, բայց հույսներս չենք կորցնում։ Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ այդ դեղամիջոցը ներառված չէ պետական գնումների ցանկում բարձր գնի պատճառով։ Հայաստանում այն վաճառվում է 3 դեղատներում, որոնք էլ որոշում են, թե որքան կավելացնեն բազային գնին եւ այդ գնով կվաճառեն։ Բացի երաժիշտներից համերգին ներկա հանդիսատեսը եւս կարող էր իր օգնությունը ցույց տալ Սյուի մայրիկին, տեղադրված արկղերում գումար գցելով։ Նա Մամասյուի հանգանակության արկղն է, դեռ ոնց որ տեսնում եք շատ չէ, բայց համերգը նոր է սկսվել։ Մասնակցում էին Dogman, Dorian, Saint-Pierre, The Beautified Project-ը, Մհերը եւ ընկերներ խմբերը։ Dogman միշտ գաղափարների կողքն է, ու ոչ միայն նվագելու պահն է, այստեղ նաեւ աջակցելու։ Իսկ այս դեպքում, երբ որ նպատակը իրոք հստակ է ու հանուն կյանքի, իրոք հասկանալ նպատակ է, միայն դա է խնդիրը։ Գիտենք ինչի համար ենք հավաքվում, ընդհանրապես կարծում ռոքը ինքը իր մեջ պարունակում այդ ասելիքը մեծ ինչ-որ օգնող բան իր մեջ պետք է պարունակի։ Ժամանակ գտնել միշտ էլ դժվար է, ամենաթանկարժեք ռեսուրսը, որ մենք ունենք ժամանակն է, բայց նման բարի գործ կատարելու համար կարծում եմ ամեն մարդ պիտի մի քիչ ջանք թափի եւ
ժամանակ հատկացնի, գոնե ամենակիչը ժամանակ հատկացնի բարի գործանալու համար։ Կարծում բարեգործության համար պետք չի երկար մտածել, որ ժամանակ գտնել, որովհետև ուրեմն դուս ունես պիտի մտածենք, որ այսօրվա ամենակարևոր գործը էս էր ու մյուս գործերը պիտի հարմարվեին այս ակցիային։ Միջև 10 րոպե նախքան բեմ բարձրանալ կլիպ էինք էդիտ անում։ Զանգեցին ասեցին արեք։ Եկերբ հասցրեցինք, որովհետև կարևոր այսպիսի բաներ։ Լսեցիր հաղորդումն Արսեն, ինձ հետաքրքրում է, թե դու որքան ես կարողանում ես արդյոք հասցնում ես արդյոք խիտ ժամանակային գրաֆիկի մեջ տեղավորվել ու մասնակցել բարեգործական համերգների, որովհետև լսեցիր, որ այնտեղ շատ մարդիկ, հատկապես երգիչ երաժիշտներ նշեցին, որ ժամանակը ամենաթանկարժեք բանն է իրենց համար։ Հիմա շատ չծավալվեն, բազմաթիվ շնորհակալագրեր ունեն բարեգործական միջոցառումների մասնակցելու շատ առիթներ եղել են և միշտ փորձում եմ գտնել ժամանակ ու մասնակցել։ Սովորաբար այսպիսի կարծիք կա, չէ, որ բարեգործական համերգներին հիմնականում աշխատում են մասնակցել այնպիսի երգիչ երգչուհիներ, խմբեր, ովքեր դեռ նոր են ու ճանաչման խնդիր ունեն, բայց մենք նոր լսեցինք, որ խմբեր, ովքեր մասնակցել են այս համերգին, չունեն այդ խնդիրը և ընդհանրապես Նաև շատ առիթներ է եղել, որ ես վարել եմ բարեգործական համերգներ և միշտ մասնակցել են շատ անվանի մարդիկ, ովքեր արդեն իրենց բարձունքում են։ Անկախ ժամանակի սղությունից և զբաղվածությունից։ Եթե եղել է քաղաքում և հարմար է եղել, գրեթե բոլորը մեր երգարվեստից, ովքեր կան, գրեթե բոլորին ես տարբեր բարեգործական համերգների ժամանակ հանդիպել։ Իսկ ըստ քեզ քո կարծիքով որքանով է հեշտ այսօր բարեգործական համերգ կազմակերպելը, որովհետև այս խումբը, ովքեր Facebook-ում ամիսներ շարունակ հրավեր էին տարածում, որ անգամ մենք բոլոր օգտատերերը գնան եւ մասնակցեն, գնան տոմսը, որը հետո փոխանցվելու է դեղամիջոցին, միշտ դժգոհում ու նշում են, որ շատ դժվար է հավաքել խմբերի, համոզել մարդկանց, որպեսզի կան բարեգործական համերգով ներկայանան։ Դե բնականաբար, նայեք, երբ որ որոշվում է համերգի X օր, որ այսօրը պետք է տեղի ունենա համերգը եւ արդեն կազմակերպիչները մտածել են, որ դե կլինի նա, սա, այսպես, հետո զանգարում են, պարզվում է, որ այն մեկը այդ օրը Իջևանում է, մյուսը Եղեգնաձորում, մյուսի, չգիտեմ, ինչ-որ ջրերի հետ կապված խնդիր են առաջացել, ասենք կենցաղային, և կամ համաձայնեցնում են, կամ ոչ, բայց խնդիրը այն չի, որ այդ մարդիկ երբեք չեն մասնակցում բարեգործական համերգների, պարզապես լինում է, որ ժամանակի իմաստով չեն կարող տեղավորվել։ Հիմա նորից անցնենք Facebook-ի մեր հարցերին, առաջին հարցը հետևյալն է, Facebook-ի օգտատերերից Փարանձեմ Հովանեսյանը հարցնում է, թե որքանով է այսօր թատրոնը հասանելի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, կան ավելի մատչելի ու պարզ ներկայացումներ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, նրանց մշակութային զարգացվածությունն ապահովելու համար, այսինքն դու երբևէ հանդիպել ես բեմում, բեմից տեսել ես ներքևում, ասել կան հանդիսատեսի շարքերում, օրինակ Սայլակով կամ Այո, որքանով է հարմարեցված մուտքը և հաճախ է լինում, որ գալիս են և մենք նաև պարբերաբար եղել են ներկայացումներ, որ հենց խաղացել ենք հաշմանդամների համար և ամբողջ սրահը իրենք են եղել։ Իհարկե որպես այդպիսին հարմարեցված չէ հատուկ, որ գոնե մուտքը հենասայլակով։ Մուտքը շատերին են տեսել, այսինքն հնարավորություն կա հասնելու, բայց այնպես ինչպես առհասարակ արտերկրում է հարմարեցված, մեր քաղաքում ոչինչ հարմարեցված չէ հաշմանդամների համար։ Մարդկանց համար շատ բաներ հարմարեցված չի, ովքեր կարող են ավելի ֆիզիկական տկարություն չունեն, որոշակի, նույնիսկ այդ պարագայում։ Սա ցավոտ թեմա է, ինչ խոսք, որին կարելի է ուշադրություն դարձնել։ Այստեղ հարցի շարունակություններ եղել են արդյոք սուրդոտ թարգմանությամբ ներկայացումներ։ Սուրդոտ թարգմանությամբ ներկայացում ես ոչ, որ ես խաղացել եմ այդ ընթացքում, որ սուրդոտ թարգմանությամբ լինի, բայց եղել է համերգային ծրագիր խուլերի համար, որը հենց սուրդոտ թարգմանությամբ է գնացել համերգը և հետաքրքիր է, որ նաև երգերի խոսքերն էին թարգմանվում, հաղորդավարի խոսքը, ես վարում էի այդ համերգը, բարեգործական համերգ է, հաշմանդամների համար։
Լավ, շնորհակալ եմ, հիմա հաջորդ հարցին անցնենք, մի քիչ շատ են հարցերը, բայց ամեն դեպքում Հրիփսիմե Ջեբեջյանը հիշեցնելով, որ դու հարցազրույցներից մեկում նշել ես, թե երբ սկսել ես երգել, շատերն են փորձել քեզ խանգարել մեր շոու բիզնեսից, հիշում ես այդպիսի հայտարարություն, եւ օգտատերը հարցնում է Facebook-ի, չես մասնավորեցնի օրինակ, ինչ քայլերի են դիմել գործընկերներդ, ասենք ասել են երգել չգիտես, ձայն չունես, թե համերգներին են ինչ-որ քայլերով խանգարել, եթե հիշում ես այդ հայտարարությունը, ապա շարունակենք։ Որպես այդպիսին այժմ չեմ հիշում, որ խանգարել ասած լինեմ, բայց հիշում եմ, որ ես արտահայտվել եմ, որ շատերը անսպասելի են եկել եւ այդ անսպասելիությունից թերի են դրսևորել իրենց կարծիքներով, իրենց խոսքերով, իրենց որոշակի միջավայրում արված հումորով, հասկանալով կամ չհասկանալով, որ ընդամենը 4 րոպե եւ այդ ինֆորմացիան ինձ կհասնի։ Բայց ես դա դիտարկել եմ որպես թերացում, որ եղել է ու դրանից իմ հարաբերությունները չեն փչացել այն մարդկանց հետ, ովքեր որ այդպես են արտահայտվել, հիմա ես չգիտեմ, իրեն գիտեն, որ ես գիտեմ, թե ոչ, բայց ես ուզում եմ իրենց ասել, որ ես գիտեմ, եւ ես դա ըմբռնումով եմ մոտեցել այդ ամենին եւ անցել եմ, որովհետեւ հիշաչարություն չկա ոչ մի։ Չէ, բացարձակապես, մարդը հիմա այդ վարկանին այդպես է մտածել, այդպես է արտահայտվել, բնականաբար ես այն արվեստը չեմ ստեղծել, հա, ես ստեղծել եմ ժամանցային երգեր, որոնց մեջ խորը փիլիսոփայություն առանձնապես չեմ ցանկացել մեր դնել, ոչ թե ես չունեմ այդ հայացքները, ոչ թե չկան մարդիկ, ովքեր այդ կերպ կգրեն, հա, որ պարզապես այդ ժամանակահատվածում իմ ցանկությունը չի եղել այդպեսին, ծանրացնել, առանց այն ծանր մարդկանց կյանք։ Ծանր մարդկանց կյանք։ Լավ, անցնենք հաջորդ հարցին։ Նույն օգտատերը նշում է նաև, որ ինքը գիտի, որ դու մարտունեցի ես, ու հավելում է, թե մարտունեցիները լավ առևտրականներ են ու հաշվապահներ։ Հարցը հետևյալն է, քեզ մոտ այդ կողմը զարգացած է արդյոք ու ընդհանրապես բացի Պապին Պողոսյանից այլ հայտնի մարտունեցիների գիտես։ Երկու մասից էլ բաղկացած հարցը։ Ես Վարդենիկից եմ, Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղից, Հենրիկ Վարդենիկցի նկարիչ կա։ Գիտեմ եւ ճիշտ ասած իսկապես այդ շրջանը միշտ հաշվապահական, հաշվարկային մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, այո, միշտ այդպես է եղել։ Դե փորձել ես քեզ այդ ոլորտում, հարցը հետևյալն էր։ Ինձ այդ ոլորտում փորձել եմ այն պատճառով, ծնողներս էին այդպես ցանկանում, բնականաբար, եւ ժամանակին այնպես ստացվեց, որ ես ընդունվեցի Պոլիտեխնիկ ինստիտուտի քոլեջը, որը ավարտելուց հետո պետք է շարունակեի արդեն այդ ուղղությամբ, եւ այդ ընթացքում ես սովորում էի նաեւ մետրոթատրոնի մանկապատանեկան ստուդիայում։ Հետո ես զրույց ունեցա ծնողներիս հետ, որ հիմա ես տանջվում եմ, որովհետեւ դա իմը չի։ Որովհետեւ թվերը քոնը չէին ավարտել։ Լավ, շնորհակալ եմ։ Հիմա Նելի հարցին անդրադառնանք։ Չգիտեմ, բառացիորեն կարդամ այն, ինչ որ գրվել է մեր էջում, հա, չգիտեմ որքանով հետաքրքիր կլինի այս հարցը, բայց ինձ օրինակ հետաքրքրում է Արսենը լինելով դերասան, խաղում է կամերային թատրոնում, դրան գումարած նաև շոու-բիզում է, հետաքրքիր է մեկը մյուսին չեն խանգարում հմտանալու ու կայանալու հարցում, եւ Նելին հետաքրքրում է, թե ինչպես ես գնահատում դու առհասարակ այսօրվա շոու-բիզնես ասվածի որակը։ Մեկը մյուսին չեն խանգարում, որովհետև երբ կարողանում ես որոշակի իմաստով ճիշտ տնօրինել ժամանակը, բնականաբար այդ իմաստով չեն խանգարում, բայց օրինակի համար հենց դուռը բաց ֆիլմը, որը շուտով կլինի, որի նկարահանման փուլում է, որից եկավ նաև ինչու այժմ հեռուստատեսությամբ չունեմ որևէ ծրագիր, երգի հետ կապված վերջին աշխատանք եղել է Պայուսակը, որը 1 տարի առաջ է եղել, այսինքն այն իմաստով, որ այո, այս ժամանակահատվածը ինձ համար հատկացված էր հենց դուռը բաց ֆիլմին, ես ամբողջապես դրա մեջ էի եւ ոչ միայն հեռուստատեսություն, այլ ոչ մի ոլորտ կողքից չկար, որ ինձ խանգարեր, հա։ Սա արդեն տնօրինելու հարցն է։ Բնականաբար, երբ ստեղծվում է նոր ներկայացում, այդ ընթացքում չես վազի ինչ-որ միտեղ ուրիշ բան անես, հետո նորից վերադառնաս, դրա մեջ ես մխրճվում ես ոնց որ այդ աշխատանքի մեջ։ Եվ մեկը մյուսին առանձնապես չեն խանգարում։ Ամենայն դեպս ես փորձում եմ այնպես անել, որպեսզի չխանգարեն։ Իսկ ինչ վերաբերում է թե ինչպես եմ գնահատում այսօրվա շոու բիզնեսը,
Որակական առումով գիտեք, այն ինչ որ անում են որակյալ, այն ինչ որ անում են։ Հարցը այն է ինչ են անում։ Ինձ դուրս չի գալիս ինչ են անում։ Իսկ ինչ են անում, եթե բացենք փակագծերը, դու ավելի քաջատեղի ես լուսավորիչ ես, ինչ են անում, որ անում են որակյալ։ Հաճախ ես էլ չեմ կարողանում հասկանալ, ու այս ինչ որ ասում եմ, սա նաև ինձ է վերաբերում, նախ եւ առաջ։ Ես չգիտեմ շտապում եմ, ես չգիտեմ ում մասին են մտածում։ Հա, օրինակ երբ ասում են, որ Մինասի աշխատանքը տեղակայված է օդանավակայանում, ինչու, որովհետև այնտեղ շատ մարդիկ են լինում, Մալացիայի շուկայում վստահեցնում են, որ ավելի շատ մարդիկ են լինում։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ Ընկերներիցս մեկը, երբ որ այս կարծիքը արտահայտեցի, ինձ ասաց, բայց դու երբևէ գնացել ես Գյումրի հենց այդ աշխատանքը տեսնելու համար։ Ասացի, սա արդեն իմ խնդիրն է։ Սա իմ մեղավորությունն է կամ սա իմ թերացումն է, որ ես չեմ գնացել, բայց եթե ես չեմ գնացել, դա չի նշանակում, որ այսինքն ես արդեն այն անձնավորությունը չեմ, որ գործը պետք է ինձ մոտեցնեն, եթե ես չեմ գնացել։ Հենց խնդիրը այ որոշակի իմաստով այդ տեղերից է գալիս, որ ում մասին են մտածում։ Եվ շատ հաճախ ասում են հանդիսատեսի պահանջարկ, որի հետ ես առանձնապես չեմ կարողանում հաշտվել, որովհետև կարծում եմ, որ առաջարկն է ստեղծում պահանջարկ, ոչ թե պահանջարկը առաջարկ։ Մեզ մոտ սա մի փոքր խախտված է։ Տատանվում է, հա։ Բայց հիմա ըստ ժամանակ է եկել, որ ինչ որ բան պիտի պայթի։ Չգիտեմ ինչ, բայց ինձ մոտ տպավորություն է ամենտեղ երևի։ Նաև շոու-բիզում, երկարվեստում, եւ սա կարելի ասել ամբողջ աշխարհում։ Այսօր ամբողջ աշխարհում երկարվեստը չի գտնվում այն բարձունքի վրա, որի վրա գտնվում էր տարիներ առաջ։ Այսօր եզակի է ստեղծվում մի նոր այնպիսի բան, որ ամբողջ աշխարհը միանգամից գրավի։ Հենց փոփ արվեստում էլ հետընթաց է գնում։ Այսօր ավելի ռեալիթին է, այսօր ավելի կինոն է, արդեն առաջ գալիս մարդիկ արդեն այդ արևածաղկից որոշակի իմաստով ձանձրանում են եւ սնունդի կարիք են ունենում։ Արդեն այլ որակի կարիք կա փաստորեն։ Լավ, շնորհակալ եմ։ Ամեն ինչ գալիս է նրան, որ մարդիկ ըստիս հուսամ որ կգա դրան, որ մի օր Լիլիթ Պիպոյան լսելուց չմտածեն սա ինչ է, այլ միացնեն եւ լսեն։ Ուղղակի լսեն, որովհետեւ դրանք մնայուն գործեր են, որոնք որ ստեղծվում են։ Վստահաբար։ Լավ, շնորհակալ եմ։ Օրինակ, ու այսպես շատ օրինակ էր։ Իսկապես, շատ շնորհակալ եմ։ Հիմա անցնենք հաջորդ թեմային։ Մեր հաջորդ թեման, որը վերաբերում է ասելիք ունեցող երիտասարդ բեմադրիչներին, երիտասարդ ռեժիսոր Արթուր Մակարյանը։ Արթուր Մակարյանը բեմադրել է Գյորգ Բյուխների Վոյցեք պիեսը, օրեր առաջ կայացել է ներկայացման պրեմիերան։ Ներկայացումը բեմադրելու համար առաջ են եկել մի շարք խնդիրներ, որոնց մասին կլսենք ռեպորտաժում, թե որոնք են դրանք։ Հիմա անդրադառնանք թեմային, որից հետո կվերադառնանք, կսկսենք քննարկել, որոնք էին խնդիրները, որքանով է հեշտ երիտասարդ ռեժիսորի համար ֆիլմ կամ ներկայացում բեմադրելը կամ նկարահանելը։ Հիմա լսենք իմ գործընկերուհի Հասմիկ Գրիգորյանի պատրաստած ռեպորտաժը։ 1, 2, 3, Բրագոն! Պարզ, բայց խորիմաստ, այս երկու հատկանիշներն էին առաջին նախապայմանը, որ երիտասարդ ռեժիսոր Արթուր Մակարյանը որոշեց բեմադրել Գյորգ Բյուխների Վոյցեք պիեսը։ Ներկայացումը նոյեմբերի 15-16-ին կհանձնվի հանդիսատեսի դատին։ Չնայած երիտասարդները ներկայացումն արդեն 2 անգամ խաղացել են ավելի նեղ շրջանակում։ Սկզբում նպատակը դիպլոմային աշխատանքին պատրաստվելն էր, բայց այդ միտքն Արթուրին բնավ չգոհացրեց։ Չի ուզում դիպլոմային, ուզում է ներկայացում, որովհետև երբ որ ասում ես դիպլոմային, միանգամից պլանկան իջնում է, չգիտես ուր։ Շատ երգող դերասաններ, հետաքրքիր լուծումներ, պիեսի թարգմանություն, երաժիշտներ, նոտաներ, պարողներ։ Խնդիրները շատ էին, բայց երիտասարդ ռեժիսորին բնավ չվախեցրեցին։ Ես ինքս ինձ ասեցի, եթե դու սա չբեմադրես, դու Արթուրը չես։ Թեկուզ եւ քեզ շատ ու շատ մարդիկ են պետք։ Բնություն! Միթե ես չեմ ապացուցել, որ
Արթուրը որոշեց բեմից խոսելու են 3 միջոցներով՝ խոսք, երգ, պար։ Հավաքեցին երիտասարդների մոտ 30 հոգանոց խումբ ու սկսեցին աշխատել։ Ոյցեք մյուզիկլի երաժշտական մասի ղեկավար Աննա Տերտերյանը նշում է, որ Արթուրի առաջարկով հրաժարվեցին ձայնագրություններից ու որոշեցին ողջ ներկայացման ընթացքում լինելու է կենդանի նվագակցություն։ Արխիվից արխիվ, թանգարանից թանգարան շրջելով հավաքեցին ու ամբողջացրեցին պարտիտուրաները։ Մյուզիկլի վրա երաժշտություն արդեն կար գրված։ Այդպես գտանք նոտաները, բերեցինք, նվագախումբը էլի չկար։ Միասին Արթուրի հետ գնացինք կոնսերվատորիա, գնացինք Ռոմանոս Մելիքյան ուսումնարան, մանկավարժական համալսարան, երաժշտական բաժիններից։ Մի խոսքով հավաքեցինք փոքր թիմ։ 6 երաժիշտները բեմում են ներկայացման սկզբից մինչև վերջ, իսկ ինչու հենց մյուզիկլ ժանր, ռեժիսոր Արթուր Մակարյանը պատասխանեց։ Ես որոշեցի առաջին անգամ մյուզիկլի ժանրում ստեղծագործելու եւ քանզի Հայաստանում չկա մյուզիկլի ռեժիսորաբաժին, ես ինքս ինձ ասացի, այ դու կլինես մյուզիկլային բաժնի ռեժիսոր, ինչ որ չկա Հայաստանում։ Ֆինանսապես երիտասարդներին միակ օգնողը եղել է ռեժիսորի հայրը, իսկ հիմա միակ եկամուտը կլինի տոմսերի վաճառքից գոյացած գումարը։ Երբ որ ասում ես 30 հոգի ու 30 հոգի վարձատրել, 1000 եւ 1500 դրամով վաճառված տոմսեր, դահլիճի վարձ եւ այդ ամեն ինչը միասին, դու ինչ որ մի պահ կանգնում եւ մտածում ես, դե արի ու վճարի։ Տոմսերի վաճառքից յուրաքանչյուր մարդ կստանա, ասեմ, համաչել բան չի 2000 դրամ։ Յուրաքանչյուր ներկայացումից դա անգամ իրենց տրանսպորտի փողը չի անում։ Դերասանները նշում են, ոչ մի խոչընդոտի առաջ չեն կանգնելու ու խաղալու են ապացուցելու, որ երիտասարդներն աշխատել գիտեն։ Այս երիտասարդական, այս ավյունը, այս երիտասարդական, այս մեր թիմը, ոնց որ այլ շատ ոչ թե թատերախումբ ստացվեց, այլ ընկերներ, ովքեր համախոհներ են, ովքեր գաղափարակիցներ են ու ուզում են ինչ-որ նոր բան, նոր պայթյուն անեն։ Մենք կարողացանք հաղթահարել բոլոր դժվարությունները ու բոլորին ասել, որ այսօր կան երիտասարդներ, ովքեր պատրաստ են աշխատելու, եկեք տեսեք։ Այս ներկայացման բեր մենք ուզում ենք ասել, օգնում ես, օգնիչ ես, օգնում մի խանգարի։ Երիկա այսօր Հայաստանում այնքան են խանգարում, որ բացի այդ գնալուց ուրիշ ոչ միտեղ չեն գնում։ Յուրաքանչյուր մարդ պիտի անի այն ինչ որ ուզում է ու պիտի իրեն դրսևորի այն կերպ ինչպես որ ուզում է։ Երբ որ ազատությունը տանք, այն ժամանակ տեսեք ինչ բալանսի են գալու բոլորը։ Այս տեսակ բոլոր ինչ որ հայացքներ, տուդա, ինչ որ թթված դեմքերով, ինչ որ մերժումներ, ժպտա ասա չէ։ Ես ինձ լավ կզգամ։ Ասեմ շնորհակալ եմ։ Ամենայն դեպս ես հասկացա, որ դու վատ տրամադրված չես իմ դեմ։ Թեկուզ եւ տրամադրված ես ցույց չես տալիս։ Թքած ունեմ իր սև ես դու տրամադրված կներեք ես արտահայտությունս համար։ Ես տեսա։ Իմ աչքերով տեսա։ Քիծներ պատանից դուրս էի հանել, որ նրա վրա արևի շողերն ընկնեին։ Ուսումնասիրում են փռշտալու process-ը։ Մի խնդրանք ունեմ բոլորիս։ Եկեք այն ավելորդ էներգիան, որ կա մեր մեջ, որ խանգարում է մեկս մյուսից ապրելու։ Եկեք փոխակերպենք մեկ ուրիշ էներգիայի ու թույլ տանք, որ մեկս մյուսից ապրենք։ Այնքան դրական էներգիա կարող է դառնալ այդ ավելորդ էներգիան, որ խանգարում է այսօր։ Երիտասարդական ավյունն ու պատրաստակամությունը տեսանք ինչեր են անում, այսինքն ոչ մի խանգարողներ իրականում չեն կարող խանգարել, եթե մարդը ցանկանում ինչ-որ փորձում։ Երիտասարդության կարևորագույն կետերից մեկն է, որ ոչինչ իրենց չի խանգարում։ Ու այդ ընթացքում շատ սխալվում են բնականաբար։ Բայց այո, դա էլ ձևավորում է երևի թե մարդուն։ Ճիշտ է, դու դերասան ես, բայց քաջատեղյակ լինելու ոլորտին, քո կարծիքով երիտասարդ ռեժիսորներին հիմնականում ովքեր, ինչպես եւ ինչու են խանգարում, ինչ խնդիրներ կան, որոնք այդքան իսկապես լուծում են համբերության բաժակահաճախ։ Ես որ ճիշտն ասեմ, ուզում եմ հիմա հիշել օրինակներ խոչընդոտների եւ չեմ կարողանում գտնել։
այդ որ խանգարում են կամ ավակ սերնդին արդյոք հաշվի առնում եք, ավակ սերունդը ձեզ ճանապարհ տալիս է թե չէ։ Նրանք սովետական մտքեր են, որոնք այսօր արդեն շոշափելի չեն։ Ես այսօր բավականին մեծ ավանդ ունեցող եւ մեծ արվեստագետների հետ, ովքեր տարիքով մեծ են, առիթ եմ ունենում համագործակցելու, շփվելու, բնականաբար կա այդ դիրքը, հա, սուբստանցիան, որը պետք է պահել, բայց միևնույն ժամանակ մենք շփվում ենք որպես գոլեգաներ։ Երբ որ դու արդեն մի գործի մեջ ես, կապ չունի 70 տարեկան է, թե 14 տարեկան է։ Ու այսօր արդեն շատերը այդպես են հենց աշխատում, ինչի մասին է խոսքը, մեծեր խանգարվում են երիտասարդների խոչընդոտներ։ Մենք երբ որ ավարտում էինք ինստիտուտը, Վահան Բադալյան ռեժիսորը, միասին ստեղծեցինք մի քանի ներկայացումներ, որոնք իսկապես այն ժամանակ քաղաքի իմաստով մեծ աղմուկ բարձրացրեցին եւ հանդիսատես էր անդադար գալիս։ Եվ մենք բոլորս, այո, մի գործի մեջ էինք եւ այդ ընթացքում չկար որ մեզ խանգարում են, հակառակը։ Գալիս էին ավակ սերնդի մարդիկ եւ ոգևորում էին, այնպիսի խոսքեր էին ասում, որոնք մեզ հաստատում էին հաջորդ ներկայացումը անելու։ Իսկ եթե կան այդպիսի մարդիկ, օրինակ որ ասում են, արդեն դա երևի ինչ որ այն տեսակն է, որի հետ կարելի է պարզապես չշփվել, որպեսզի քեզ չխանգարի, ովքեր անընդհատ քանդում են, կրծում են, փչացնում են, դա էլ փոքր-ինչ բանականություն է հարկավոր, այդ մարդուց ուղղակի հեռու մնալ, կամ իրեն պարզապես տեղափոխել, ասել մի խանգարի, ես գնում այս ճանապարհը։ Լավ, շնորհակալ եմ Արսեն։ Իրերը թավակի հազատից ճանապարհը։ Այժմ լսենք մեր ունկնդիրներից մեկի հարց, ով նաև քո երկրպագուհին է։ Ողջույն Արսեն, ինձ շատ հետաքրքրում է, թե ինչու ես դու վերջին ժամանակահատվածում ավելի շատ կինո արվեստում երևում, քան թատրոնում եւ վերջին պլանը քո մոտ երգն է։ Պատճառը նա է, որ ավելի շատ կինոներում շատ ես բարձրացվում, երգը եւ թատրոնը վերջին պլան ես մտել, ու թատրոնի խղճուկ աշխատավարձով դու կարողանաս գործել, այսպես ասած, կարողանաս միայն քեզ պատկերացնել թատրոնում, իսկ երգը եւ կինոն դնես ետին պլան արդեն։ Ու մի այսպիսի հարց, դու քեզ համարում ես դերասան թե երգիչ, ավելի շատ դու ինքդ քո երգի որակը ինչպես ես գնահատում։ Քանի հարցեր կա։ Շնորհակալություն, այո, հարցի մասին։ Վերջի հարցին կարծում եմ, որ մենք մեր զրույցի ընթացքում որոշակի իմաստով անդրադարձել ենք։ Բավականին հանգիստ եմ վերաբերում։ Ինչպես եմ վերաբերում։ Եվ ինչ վերաբերում է նրան, ինչու եմ կինոյում, դա չի նշանակում, որ թատրոնում չեմ, որովհետև հենց այս ամիս ես 7 ներկայացում ունեմ։ Գերհագեցած է գրանցը։ Ամսվա համար կարծում եմ, որ սա քիչ չէ, 7 ներկայացում չի նշանակում, որ ես թատրոնում չեմ։ Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, այս մասին ասացի, որ ֆիլմն է պատճառը, որի պատճառով չկա, եւ կինոն դա հենց կինոն եւ թատրոնը դրանք այն ոլորտներն են, որոնց համար ես կրթվել եմ եւ որպես դերասան բնականաբար ուրախությամբ եւ կինոյում եմ եւ թատրոնում եւ չեմ ցանկանա որևէ մեկից պատկերացնել որ կարելի է հրաժարվել իսկ մնացած ոլորտները դրանք հետապային են փուլային են եւ հենց երաժշտական բնագավառում էլ արդեն մյուս տարի կլինի կլինի երևի 2 տարի փաստորեն մինչև մյուս տարի որ ոչինչ չեմ արել բայց չէի ցանկանում չէի զգում ես իմ տեսահոլովակները 5-ն են, բայց ես միշտ նկարել եմ այն, ինչի համար, որ հետո երբ որ ինքս որպես հեռուստադիտող կնայեմ, ինձ վիրավորված չեմ զգա, չեմ մտածի, որ ինձ ծաղրում եմ էկրանից, փորձել եմ որոշակի իմաստով գեղագիտական այլ բան մատուցել, որքանով է ստացել, սա հարցի արդեն մյուս կողմն է, բայց համենայն դեպս ես փորձում եմ չանել անելու համար Իսկ ինչ վերաբերում է խղճուկ աշխատավարձին, փառահեղ խոսքեր էին, ճիշտ ասած, բնականաբար եղել է ժամանակ, երբ ես միայն թատրոնում եմ եղել, այժմ ծնողներս ինձ օգնել են, բայց այ դա էլ եմ ուզում, որ փոխվի, որ դերասանը պետք է սոված լինի, ոչ դերասանը չպետք է սոված լինի, որովհետև այն, որ շատ մեծ դերասաններ այսօր աշխարհում բավականին հարուստ են, դա չի պակասեցնում իրենց դերասանական որակը։
շատերն էլ որ աղքատ են, դա չի բարձրացնում իրենց դերասանական որակը, այսինքն սա արդեն մի քիչ տեսակի հարց է։ Լավ, շնորհակալ եմ։ Հիմա վերջին ռեպորտաժին անցնենք, որը կրկին քեզ շատ ոգեհարազատ ոլորտից է, թատրոն։ Հենց այս թեմայի տրամաբանական շարունակությունն է սա։ Իմ գործընկեր Հասմիկ Գրիգորյանը անդրադարձել է 2010 թվականին Արտավազդ թատերական ամենամյա մրցանակաբաշխությանը տարվա լավագույն երիտասարդ դերասան ճանաչված Ղափանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արտաշես Մխիթարյանին, ծանոթ ես, ով մի քանի թե մեկ անգամ հեռուստասերիալում նկարահանվելու փորձ է ունեցել, որից հետո ընդմիշտ կրկին վերադարձել է թատրոն ու մեզ հետ Հասմիկի հետ հարցազրույցում նշել է, որ իր տեղը թատրոնն է։ Հիմա լսենք Հասմիկի պատրաստած ռեպորտաժը, որից հետո կվերադառնանք ու կքննարկենք, թե հեռուստասերիալ, թատրոն որքան դրանք խանգարում իրար։ 2010 թվականին Արտավազդ թատերական ամենամյա մրցանակաբաշխությանը տարվա լավագույն երիտասարդ դերասան ճանաչվեց Երևանի Հրաչյա Ղափանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արտաշես Մխիթարյանը Մամա Միա ներկայացման մեջ Մաքսի կերպարը մարմինավորելու համար։ Սա երիտասարդ դերասանի առաջին մրցանակն էր։ Մրցանակներին շատ կարևորություն դերասանը չի տալիս։ Բայց կարծում եմ ցանկացած ոլորտում է ցանկացած մարդ, որ իր գործը անում է լավ կամ վատ, ուզում է ստանա դրա գնահատանքը, դրա պատասխանը, դրա արդյունքները քաղի։ Չէ, այտենց մրցանակների համար չեմ տվայտվում, բայց այն որ հաճելի է ինքը շոյում է քեզ։ Արտաշեսը դերասանի կարիերան սկսել է 2005 թվականին, իսկ բեմելը եղել է դեռ մանկապարտեզ հաճախելու տարիներին։ Փոքրիկ դերասանը խաղում էր քաչնազար եւ հենց այդ ժամանակ էլ ծնողները որոշեցին երեխայի ապագան թատրոնն է։ Հետո Արտաշեսը սկսեց ուշադրություն դարձնել մարդկանց շարժուձևին, ընտրել նրանցից իր համար հետաքրքիր կերպարներ, հետո զարգացնում էր այդ կերպարներն ու ծնողների մոտ սկսում կրկնօրինակել։ Դերասանը խոստովանում է, մինչև օրս այդ սովորությունը պահպանվել է։ Դա իր համար կերպարների բազա է, որից օգտվում է բեմի համար նոր կերպարներ կերտելու ժամանակ։ Սկզբում թատերական ինստիտուտ, հայկական բանակ, հետո նոր ուժ ու համարձակություն բեմ բարձրանալու համար։ Շատ լարված էի, այսինքն իմ տարիքի համար 24 տարեկանում առաջի բեմի էլ տենց շատ դժվար էր էլի կոտրել այդ բաները, որ ձևավորվել էին տարիների ընթացքում։ Եթե ինստիտուտից հետո անմիջապես ես գայի թատրոն, այսինքն այդ պատուհանը չլիներ, շատ ավելի համարձակ կլինեի, որովհետև չէի սառել, չէի հետ մնացել այդ ամեն ինչից։ Անմիջապես հետո առաջին լուրջ պատասխանատու դերակատարում Շեքսպիր, Ռոմեո Ջուլիետ, Բենվոլյո։ Արտաշեսը խոստովանում է խաղալ Արտաշեսից տարիքով շատ փոքր Բենվոլյոյի թռվռուն կերպար իր համար արդեն բարդ էր։ Հիշում եմ, որ անընդհատ ծարավում էի, այնքան էի լարված, այնքան էի այդ պատասխանատվությունից չորանում էր անընդհատ բերանս ու ես ամեն դուրս գալուց կուլիս փորձում էի տենց ջրի մի կում գտնել, որ կարողանայի շարունակել խոսելը, խաղալը։ Ես կամենում եմ, որ խաղաղ մնամ, պատյան դիսում եմ։ Դերասանը թատրոնի իր զբաղվածությունից չի դժգոհում, սակայն նաև չի հերքում, որ դերասանը միայն թատրոնում աշխատելով իր սոցիալական խնդիրները չի հոգում։ Այնուամենայնիվ ինձ թվում է միշտ էլ եղել է այդ պրոբլեմը, որ թատրոնի դերասանը տենց շատ լավ չի ապրել։ Թատրոնից դուրս դերասանը խաղացել է մի քանի հայկական սերիալներում, նշում է ֆինանսական առումով դերասանի համար վատ եկամուտի աղբյուր չէ, սակայն յուրաքանչյուր մարդ ունի ազատ ընտրության հնարավորություն ու իրավունք։ Իր իրավունքն էր թատրոնից դուրս գալու պայմանով սերիալներում կրկնակի եկամուտով նկարվելու առաջարկից հրաժարվելը եւ ինքը դրանից օգտվել է։ Ես էլ հույս տվեցի նրանից ուրախ, ով ուրախությամբ փախչում է ինձ։ Ես ոչ առաջինն եմ, ոչ վերջինն եմ, որ դեմ լինեմ կամ կողմ լինեմ, ինձ թվում է աշխատանքը, որ պետք է անել դերասան կա, որ չի ուզում անի, դա իր իրավունքն է, դերասան կա, որ ուզում անի, դերասան կա, որ այլ ընտրանք չունի անում է։ Լավ կլինի, որ ինքը որոշակի մակարդակի վրա լինի, որ նույնիսկ եթե դերասանը նկարվելով սերիալում իրեն շատ վիրավորված չզգա։
Դերասանն այսօրվա հանդիսատեսից չի բողոքում, հակառակը ուրախ է, որ շատ երիտասարդներ է դահլիճում տեսնում, վստահ է այն երիտասարդներն են, ովքեր վաղն էլ իրենց երեխաներին են թատրոն բերելու։ Լավն են, հանդիսատեսնել գնալով ավելի կիրթ ներկայացումներ կա, որ ոնց որ մենք ենք հասկացել պիեսը, որ այստեղ այս ռեակցիան կարող է աշխատի, այստեղ այս հանդիսատես կա շատ ճշգրիտ մեզ հետ գալիս է, որ մեզ էլ է դա ուրախացնում, որ իրենք բռնել են ներկայացումը, պատմությունը լրիվ համարյա թե մարսում են, դերասանների մեկնաբանությունով եւ այլն։ Կան շատ ինձ թվում է դա էլի ժամանակի հարց է, որտեղ երկար դադարից հետո ով էր մտածում թատրոն գնալու մասին։ Իսկ հիմա արդեն քանի տարի է ամեն ինչ կա, այդ ամեն ինչի մեջից պետք է ընտրել լավագույնը, մնայունը, մի բան, որը արժեք ունի, թատրոնը։ Հիմա շատ կարճ փորձենք քննարկել ուղղակի քո գնահատականը, այսինքն քո կարծիքով հեռուստասերիալը խանգարում է թատրոնին, թե ոչ, այնտեղ ավելի շատ են վարձատրվում, թատրոնում կրկնում են ավելի քիչ, որը ցավոտ խնդիր ոչ միայն Հայաստանի համար։ Ես ճիշտ ասած հեռուստասերիալներում չեմ խաղացել, բայց գիտեմ, որ այն չափից շատ ժամանակ է տարել եւ պատճառներից մեկը նաեւ դա է եղել, որ չեմ ունեցել որևէ մասնակցություն եւ բնականաբար թատրոնն էլ է սիրում, որ նվիրվես։ Թատրոնը քեզ չի ներում։ Այսպեսի մի արտահայտություն կա, որը միշտ ասվում է, որ չի ներում, եթե դու իր նկատմամբ վերաբերմունքդ ճիշտ չեղավ, այն քեզ որոշակի կերպով հենց այդպես էլ արձագանքել է։ Դրա համար փաստորեն երկուսն էլ ժամանակ են պահանջում, դրա համար բնականաբար կարող է խանգարել մեկը մյուսին։ Երբևէ չես խաղացել, թե հրավերք չի եղել։ Չէ, հրավերքներ եղել են, չեմ խաղացել պարզապես եւ ժամանակի իմաստով եւ այն իմաստով, որ կարծում եմ, որ այս սերիալային առատությունը, որը դրական եմ դիտարկում, զուտ այն նպատակով, որ հույս կա, որ կգա մի օր նրան, որ մարդիկ կասեն ուրիշ բան ես ցույց տվել, խնդրում եմ։ Կրկին այլ քանի որ մեզ մոտ բոլորը անում են ամեն ինչ մարդկանց համար, ոչ թե անում են մի բան, որ մարդը տեսնի գնահատեն, որ ասում են, այ էս ենք ուզում, էս ենք անում, երևի կգա այն օր, որ մարդիկ ասեն մերսի, կուշտենք, խնդրում ենք, ուրիշ բան մեզ կմատուցեք։ Շատ շնորհակալ եմ քո անմիջականության համար։ Այսօր այսքանը հաղորդումը վարեցի ես Նարինե Ղալիչյանս եւ Արսեն Գրիգորյանը։ Շնորհակալություն հրավերի համար, հաճելի։ Մինչ նոր հանդիպում։